ասվի տեսնես ով է Հիսուս, տեսնես որ բոլոր մարդիկ սուտ են, միայն ճշմարիտ Աստված Ալելույա նրան։ Փառավորեք ձեր Աստծուն, ճանաչեք ձեր Աստծուն, մարդի հետևից մի գնացեք, մարդը ունայնություն է, մարդը ստություն է, որտեղ սատանան ստության հայրն է եւ ստության բնությունը մտցրել է մարդի մեջ։ Հասկացեք ուր եք եկել, ուր եք գնում, ում հետևից, նայեցեք միակ մխիթարի չնեղության ժամանակ։ Եկել է որ բոլոր մարդիկ լքեն քեզ, բայց Տերը չի լքում քեզ։ Քանի միլիարդ մարդ է աշխարհ, ոչ մեկին Աստված չի նեղացել մինչև այսօր։ Երեմիա 3:3-ում գրված է իր կամքով ոչ մեկին չի նեղացել։ Ոչ մի մարդի չի նեղացել, բայց ես ու դու շատ մարդկանց են նեղացել։ Ու չենք ես զղջում, ու չենք ես խոնարհվում, բայց մեր Աստված այնքան բարի է, ոչ մի մարդի մինչև այսօր չի նեղացել։ Հոբի գրքում գրված է 36:5-ում Աստված ոչ մեկին չի արհամարել մինչև այսօր։ Քեզ էլ չի արհամարում, իշքան մեղավորել ես քեզ չի արհամարի, նա արհամարելու բնություն չունի։ Նա կուրախանա երբ որ քեզ ների, երբ որ քեզ բժշկի։ Դրամանը հայտարարում է. «Ապաշխարեցեք եւ դարձեք եք, որպեսզի ձեր մեղքերը ջնջվի»։ Գործ Առաքելոց 3:19-ում չի գրված ներվի, գրված է ջնջվի։ Եթե դու սրտանց ապաշխարես, սրտանց դառնաս, քո կյանքի միջից մեղքը ջնջվում է եւ կյանքի օրենքը թագավորում։ Եթե դու չապաշխարես, եթե դու սրտանց չդառնաս, մեղքը չի ջնջվի քո կյանքից։ Այսօր շատ հավատացյալների կյանքում մեղքը ջնջված չի։ Մեղքը դեռ խոստովանում, ոչ, Աստծո որդին եկել աշխարհ, որ քեզ ազատի մեղքից։ Դրա համար այսօր ես հրավիրում եմ ձեզ, ինձ ձեզ հետ միասին կատարյալ դարձ, որպեսզի ջնջվի քո կյանքից մեղքը եւ այդ կյանքում թագավորի կյանքի հոգորենքը։ Ապաշխարեցեք եւ դարձ եկեք, որպեսզի ջնջվի ձեր կյանքից մեղքը, Քրիստոսի այրունը ամեն մեղքեն կնասրբել, նրա մեկ այրան կաթիլը երկագուտ է մաքրում, կարող է քեզ զեր մաքրել, մի կասկածի, ես հիմա Հիսուսի այրունը հավատքով կանչում եմ ձեր ամենքի վրա, հավատքով Քրիստոսի այրունը իջնի ձեր վրա, Սուրբ ագուցողությունով է, որպեսզի այդ այրունը մաքրի ձեզ, այդ այրունը